Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, բարեկեցօր վանացայնեն եւ հadouk հարցազրույց այս հաղորդաժամեն։ Այսօր ձեզի հետ ենք Լիբանանի քաղաքապետական եւ տաղապետական ընդդիմություններու առաջին հանգրվանի մեկնարկեն նվազքան 48 ժամ առաջ խոսելու ընդրական վերջին զարգացումներու մասին։ Եվ այսօր մեր զրուցակիցն է Հոյտա Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քաղաքական ընդրական մարմնի անդամ նախկին նախարար Վանացանի նախկին տնօրեն Ընկերավո Գիդանյանը։ Բարև Ընկերավո։ Բավական բան է, շնորհակալ եմ, մերսի։ Խնդրեմ, բարի եկացեք Ծերդունը։ Սկսենք վերջին լուրեն, վերջին նորությունն, որ քիչ առաջ Կենտրոնական կոմիտեն հանդես եկավ հաղորդակցությամբ, ասելով որ Բուրչամուդի քաղաքապետական խորհուրդը մրցակիցի չկայության պատճառով ընդրված է, բայց թաղապետական ընդդիմությունները իզորու են եւ դեղի պիտի ունենան։ Ինչ կհասկանանք այս հայտարարությամբ եւ ինչ թելատրանքներ ունի այս մեկը մեր ընդրող զանգվածին։ Շատ լավ, նախ վիկենդը շնորհակալ եմ ասարեթին համար, շատ ոնց ստուդիոն չէի մտած շատ հաճելի անգամ եւս վերադառնալ երկու բանս եմ նախ քաղաքապետական խորհրդի աս մրցակիցի չկայության պատճառով ընդրված լալը նաեւ իրակորձում է, որովհետեւ անգամ եւս հաստատեցինք, որ մենք ադի Բուրչամուդի մեջ կրնանք ընել, սակայն ասի քվեարկության կամ ընդրության օրվա իրականությունն են բան չի փոխեր, որտեղ թաղապետերու հետ առնչված սնդուկները գիրագի պիտի առավոտ ժամի 7-ին բացվին, մեր այս մեքենայով սպասվող ընկերները, մանդուպները եւ այնտեղ ներկա պիտի գտնվին, ու մեր Բուրչամուդի քվեարկողները պիտի երթան մասնակցին քվեարկության, որովհետեւ մենք միայն քաղաքապետական խորհուրդն է, որ տեսքի է կոչված բառով վերջացուցած ավարտած ենք, սակայն այդտեղ 16-ը թաղապետ կա ընտրվելիք, որոնց 11-ը հայ են եւ այդ 11-ի ընդրության համար բարդավոր են քվեարկության իջնել։ Ինչու կարևոր է թաղապետերու ընդրության մասնակցել, եթե քաղաքապետական խորհուրդը արդեն ընդրված է։ Ինչ կա որ այս բարակային 16-ը, որում մեջ նաեւ համայնքային դարբերություններ կան, այլազանություն մը կա։ Ինչու պետք է բահել այդ մեկը։ Վիկեն ընկեր երկու բան։ Նախ իմ եւ քու Արորիայի հետ առնչված առաջին pedagogan, այսպես ասած, անձը թաղապետն է, որտեւ ովևէ արիտով որ ովևէ թղթապանական գործ ունիս պետության հետ առնչվող, նախ թաղապետից կոմիտերտաս ծնունդ, մա, չգիտեմ, անցակիր եւ այն։ Հետեւաբար այդ մարդը ընդրելու իրավունքը եւ որ դրված է քեզի, այդ իրավունքը պետք է մինչեւ ձեր կորզատրել, իրակորձել, այսինքն մենք չենք կրնար բադականության ցկել, որ մեր թաղի, մեր շրջանագի, մեր հարազատներու համար կորձնող այդ անձը մեր շրջանագեն կամ մեր թաղեն դարբեր կամ օդար մարդը լադոր համար անհրաժեշտ է նախ, որ մենք երթանք մասնակցենք այս ընդրության, երկրորդ կսեիր որ համայնքային այսպես քունավորումը գոյություն ունի, այո այդ 16-ին 11-ը հայեր են, դարիների վեր այս սովորությունը գոյություն ունի, մնացյալը որտեղ Բուրչամուդի մեջ նաև բնականաբար այսինքն արձանագրված կան մարոնիներ, օրթոդոքսներ, կաթոլիկներ, արաբ կաթոլիկներ մասում է խոսքը կաթոլիկներուն եւ իսլամ զանգվածը, որը մեծ մասը շիա է, հետեւաբար նաև այս մարդոց ներկայությունը կամ ներկայացված լալու հարցը կարևոր է, որովհետեւ համացայնական ցանկ գոյություն ունի, անշուշտ կան այլ տեխնազուներ, ադորամար ընդրություն գնենք, որ համացանական ցանկ մոկոյություն ունի, սակայն քանի այլ տեխնազուներ կան, այս համացանական ցայնը հաջողցնելու համար, որտեղ նաև տաշնակցության ու հայության, այսպես ասած, հատկանիշը այն է, որ այն ցանկերուն մեջ որ գլա, այդ ցանկերուն ամբողջությամբ կզորակցի ու կվարգի, այդ մեկնագետով մենք իրագի անպայմանորեն պետք է երթանք մասնակցենք քվեարկությունները։ Երբ որ ընդրությունները գսենք, կհասկանանք քանի մի բան, քաղաքական տաշնակցություններ, գազագերբական հսկա աշխատանք, լոջիստիկ աշխատանք, մանդուբներու աշխատանք, քվեարկության կենտրոններու ճշտումի աշխատանք։ Ինչպես կգադարվի այս աշխատանքը այս անկրվանին։ Երկու դարբեր բանի մասին խոսենք ընկերվիկ են։ Մեկ ինչ կվերապերի քաղաքական դաշինքներու հետ եւ քաղաքական հարաբերություններու հետ, երկրորդ ինչ կվերապերի ընդրության օրվա կամ նախընտրական աշխատանքները եւ ընդրության օրվա աշխատանքները։ Քաղաքական դաշինքներու կամ քաղաքական համացանություններու մասին խոսելու արիտ կնալ ավելի երկար գունենանք, բայց հիմա ասեմ, որ մենք որովհետև այս ընդրությունները ճիշտ է այս գիրագի Լեռնալիբանանի քաղաքապետական թաղապետական ընդրություններն են, բայց ամիջապես վերջ կա նաև Բեյրութի, ու մենք այս երկու ընդրություններուն կամ երկու օրերուն համար գարգինը շատ լայն բացած ենք։ Ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերու հետ հարաբերության մեջ ենք, այդ քաղաքական ուժերու հետ հարաբերություններու մեջ ենք, իրենք մեզի գայցել են
ասեմ նաև որ իրենք մեզի գտիմեն բարեփոխություն մգա այս օրերուն նաև այն որ բոլոր քաղաքական ուժերը հևքի մեջ են մեր հետ կորձակցելու, ինչ որ շատ կարևոր է, որովհետև դեղ մարդոց մտքի մեջ սկսած էր զետեղվել այն, որ մենք առաջվա կարևորությունը չենք ներկայացնել, մենք անգամ այսպես երբեմն զարմանքով գլսենք, որ այս կամ այդ քաղաքական ուժը, որ անպայման մեր տաշնակիցը չէր նախաբես, այսօր մեր հետ կորձակցելու դրամատուրգիա ունի։ Նկատողություն մարիկ ժողովրդի մոտ հաջող շփոթ կստեղծե, որ այս ընդրությունները երեսփոխանական ընդրություններուն չեն նմանիր, որ մարդիկ, որոնք տաշնակից չէին մեզի նախաբես, այսօր մեզի հետ են գուքան գայցել են եւ ընդրական տաշիկներ կգադարեն։ Այո, նայեցեք, մենք Կոնե քրիստոնյա, այսպես ասեմ, շրջաններում մեջ խոսենք, քրիստոնյական կամ քրիստոնյական մոդեցում ունեցող կամ ինչ գիտեմ, ուղղակի քրիստոնյա գուսակցություններ, լիբանանյան ուժերեն փանկավորներն կամ ասկային ազատոսանքն է, հավատացեք, որ երեքին հետ լուրջ հարաբերություններ գոյություն ունին, դեղ մեր նախկին ոչ տաշնակիցներու հետ հարաբերությունները շատ ավելի մտերիմ են, քան նախկին մեր տաշնակիցներու հետ, որտեղ այս երկրի մեջ հիմնական մեկ փոփոխություն գոյություն ունի այսօր։ Մենք եւ որ մեր ընդրական աշխատանքը սկսանք եւ ժողովրդի հետ հաղորդակցության մեջ սկսանք պատել, սկսանք գսել, որ նայեցեք Լիբանանը նոր հանգրվանի մեջ է։ Երկարադեն նախագահ չունեինք, պատերազմ ունեինք, ասունեինք, ատունեինք, այսօր նոր նախագահ կա, նոր կառավարություն կա, շրջանի մեջ նոր վերարտասավորումներ գոյություն ունին։ Հետևաբար մենք պետք է այս բոլոր նորություններով հետ քայլ բայենք։ Ու նաև այս բոլորը կնշանակեն, որ զանազան քաղաքական ուժերու հետ հարաբերություններու մոտ կամ հերու լալը այսօր վերսկսած է նոր էջեր բացված են։ Այսինքն մենք կրնալը որ դեղ մտածենք դաշնակցությունը բաղանքավորներու հետ, այդեղ ասկան ազատ հոսանքի հետ, այդեղ լիբանանյան ուժերու հետ։ Ինչ հիմամբ կգադարվի այս բարակային ճշտումը։ Շատ բարի։ Գիրագի օր արդեն մենք այս ըսած պատկերը պիտի պատկերիդ ուղագի առնչվենք, որովհետև օրինակի համար ժդեդի բոշի սեդրբոշի շրջանի մեջ մենք կգտնվենք այդ ցանգի մեջ, որը լիբանանյան ուժերու եւ բանկավորներու կորձակցությամբ հարաճացած է, անշուշտ քաղաքապետ Օգուստ Պախոստն է, մենք ունենք քաղաքապետական խորհրդի անդամը Ռաֆի Մեսրոբյանը եւ թաղապետ Մեհեր Արոյանը։ Այստեղ բոլորովին ասկային ազատ հոսանքին թեմ ցանգի մեջ ենք եւ հետերդին կորձակցության մեջ ենք։ Հաջորդ շրջանը որ զալ ամառչալուկն է, այդտեղ մենք ասկային ազատ հոսանքին ենք, ընդեմ մյուսներուն մեր նախընտրությունը կամ մեր ընդրությունը որու հետ եւ որու թեմը լալու նախ մեր տեխնազուները հաջողցնելն է։ Հիմնականի մեջ ճիշտել որ ցանկի մեջ գնանք մենք մեր տեխնազուն հաջողցնել։ Երկրորդ մենք այս շրջաններու մեջ նաեւ 2026-ի երեսփոխանական ընտրություններու հաշվարկ ունենք։ Եվ այդ 2026-ի ընտրությունները որ մենք այսօրվն է այս բոլոր քաղաքական գուսակցությունները այս քաղաքապետական տաղապետական ընտրությունները մեկնագետ նկատի ունին 2026-ի երեսփոխանական ընտրություններուն 2026-ի երեսփոխանական ընտրությունները որովհետև նաև մեզի համար կարևոր են մենք այսօր այդ նաև նկատառումով որոշ դասավորում եւ դեղավորումներ այսինքն գիրարենք կոր Անտիլիասի մեջ այլ դեղ ենք այսինքն ընդրական տաշինք անպայման չի նշանակել քաղաքական տաշինք ոչ անպայման ընկերվիկ են ասպարակային որտեղ ասիգա թաղապետական քաղաքապետական ընդդությունները ընդհանրապես ընտանեկան խորք եւ այսպես մոդեցում ունեցող ընդդություններ են հիմա քաղաքականացած է այլև ավելի ընտանիքները կներկայացվին քաղաքական ուժերով, բայց այո, այստեղի քաղաքական տաշինքները բնավ չեն նշանակել, որ նույնները կգնալ վերջը, բայց մեկ բան հաստատ, որ այստեղի տաշինքները կնշանակե, որ մենք ազատությունը ունեինք ու ունենք եւ որոշելու բանը կարողությունը ու կարելիությունը ունենք ճշտելու համար, որ որու հետ մեր շահը ավելի կհամընկնի ու այդպես ալ պիտի ենք ռազենք ու պիտենք հիմա ինչու կբադայի որ դեղը մեգում հետ կլաս ու մյուսին հետ չեսլար երբեմն գրնա այսպես ասած մրցակից ցանգի քաղաքապետի տեխնազուն կոեդը առնչվելու հարց ունի տեխնազուի ընդունելու չընդունելու խնդիր կա Կուկվետ եթե այդ մարդուն կով դարիր այդ մարդը գետը չի հաճողիր ինչու անպայման մի դերտաս հոնուր որ գնա ցախողի լագարակ որ կուկական տաշնագիցը դե այս բոլոր հարցերը նկատի առնելով ու նաև վաղը երկու գիրագի վերջ այսինքն ամսուն 18-ին Բեյրութի քաղաքապետական թաղապետական ընդրությունները որ երկրի մայրաքաղաքի ընդրություններն են ու նաև լուրջ խնդիր գոյություն ունի քաղաքապետական խորհրդի գես իսլամ գես քրիստոնյա ընդրվելու հարցին հոսպագակիցը բանամսելու որ քաղաքապետական թաղապետական ընդրություններուն հadouk համայնքի հաստատված
աթորներ գոյություն ունին։ Այդպես չէ, երեսփոխանականին պես չէ։ Ով որ ավելի քվե ապավե ադի գրնա անդրվել։ Ճիշտ այդ նկատառումներով նաև մենք մեր տաշնագիցները կընտրենք։ Հիմա քիչ վերջ նաև գրնանք խոսիլ, որ ուր ինչպես կրնանք ավելի բան արձանագրել, բայց ընդհանուրին մեջս եմ ընկերվիկեն դժբախտաբար ժխտական դպավորություն կա հայության հետ առնչված, որ հայության կամ լիբանանահայության մեկ մեծ մասը ճամփորդած ըլլալով հայությունը այսօր այդ նույն գշիրքը չի ներկայացնել։ Մենք 2022-ին երկրի պայմանները դարբեր էին, կորոնայի նոր դուրս եկած էինք եւ այն տնտեսական դժվարություններ, գնալալ որ ակնկալված արդյունքները կրնանք արձանագրել, գնալալ գսեմ որ հիմա այսօր արիթն է այս ընդրություններում որ մենք ապացուցենք որ մենք կրնանք ճամփորդած լալ այնպես ինչպես մյուսը մարոնին քրիստինին միշին եւ այլն ճամփորդեցին բայց մենք մեր գշիրը չենք կորցնում սադանամար մեր գոչը այս ընդրություններում մեծաթիվ մասնակցելու ոչ անպայման միան տեխնոլոգիա հաջողություններու խնդիր է հաջողությունել է այն որ հայությունը դակավին ներկայություն է եւ ինք իր քվեով կրնա ճշտել իր ճակատագիրը որովհետեւ պետք է ընդունենք եւ պետք է հասկանանք որ եթե տունը սկսած ես դգարանալ կամ թիվերդ նոսրանալ մարդիկ վաղը պիտի կամբիցեն որ տուն ինչու 6-ատ երեսփոխանական աթոռ պետք է ունենաս ինչու պետք է ասկան քաղաքապետ կամ թաղապետ կամ ներկայացուցիչ ունենաս ասի հաստատելու միակ ձևը մեծատիվ քվեարկության մասնակցությունն է եթե գարդոնես քաղաքական խորք ունեցող մեկ բան լսեմ եւ որ հայություն գսեմ անպայմանորեն տաշնակցություն չեմ ասեր ես ասեմ որ հայությունը գերտա քվեարկելու բայց եւ որ հայ քվեարկողը գերտա իր ընդրաշրջանի մեջ ոչ հայ տեխնազուի քվեարկե ադի իր իրավունքն է քաղաքացիական ազգային եւ այլն բոլորը բայց հայության օկտագար եղած չլար տաշնակցության չեմ ասեր որ օկտագար եղեք գսեմ որ հայության օկտագար եղեք որովհետեւ այդ քվեն հայու եւ որ գերտա հայու քվե գաշվի այլապես կհաշվի լիբանանցի քվեներեք պետք չէ ազատություն անել զադորոշումը պետք չէ անել մենք լիբանանցիներ ենք ցակումով հայ բայց եւ որ քեզի պիտի արժևորեն վաղը պիտի կանեդը ցեղանի վրա նստին ասեմ որ մենք քեզի ասի պիտի դանք ասի պիտի դառնենք պիտի ասեմ որ քու տեխնազուները կամ հայերուն տեխնազուները ասկան քվե արին հայկական սնդուկները որտեղ բացահայտ է գերեվի մյուս սնդուկներում մեջ կաթողիկեի կամ օրթոդոքսի չերևիր որտեղ բոլոր օրթոդոքսները հոնգը քվեարկեն ու վետին քվեարկողը կամ թայարին կամ ինչ գիտեմ քթեբին այդտեղ չես կրնար զադորշել բացի որ մեկ տեխնազուն ինչ քվեարավ մեր սնդուկի մեջ շատ հստակ ամիջապես կերևի որ որքան հայու է որքան հայու չէ մենք այս երկրի մեջ պիտի շարունակենք ապրել երկրի բոլոր դժվարություններուն տնտեսական ու քաղաքական ու ընկերային ու իրտական բոլոր դժվարություններուն դա գավին հոսենք չէ նույնիսկ եթե որոշ թիմը ճամփորդած է հոսենք եթե հոսենք մեր քաղաքական ներկայությունը հաստատելու խնդիր ունենք եթե այդ ներկայությունը պիտի հաստատենք քվեով կհաստատվի բարի այսպես բարի գամեցողությամբ չի հաստատվի ճիշտ քվեն դեղ հասցնելու համար եւ ճիշտ սնդուկի մեջ ճիշտ ծավալի իջեցնելու համար գենտատրե գազագերբական հսկա աշխատանք, որոնք գենտատրեմ լծված է ADN-ի վեր։ Այդ աշխատանքներում մասին ինչ կրնակ խոսել, որովհետև ժողովուրդը չի գիտեր այդ բաժինը, կդեսնե պաշտոնական հայտարարությունները, ընդրության օրը միան պիտի դեսնե թե ինչ աշխատանք կատարված է, բայց կա նախապատրաստական հսկա աշխատանք։ Այդ մասին ինչ կրնակ լուսաբանել մեր ժողովրդին։ Շատ լավ ընկերվիկեն եւ շատ ճիշտ հարցում են։ Այցեք մենք այս անգամ Գարզեմ այնպես ինչպես բոլոր քաղաքական գուսակցությունները քիչ մը ուշ սկսան գաս աշխատանքին, որտեղ գիտեք նոր նախագահ ընդրված էր, նոր վարչապետ, ընդդությունները բիդլան բիչլանի պատմություն կոյություններ, սակայն սկսանք ADN-ի վեր եւ մեր աշխատանքը, եթե գուզեք, սկիզբ այն է, որ մենք ու մեր քվեարկողները, մեր հայրենագիցները պետք է որ արկամ մեկ հատ իրար հետ խոսենք, գարձիկ ու դեսագետ առնենք ու ասենք որ ինչ կնենք որ։ Ուրեմն շատ հսկա աշխատանք սկսած ենք ու կշարունակենք որ նախ որովհետև քաղաքապետական թաղապետական ընդդություններուն յուրաքանչյուր քվեարկող ուղղակի առնչված է իր շրջանին երեսփոխանական ընդդության եւ որ մտնի մասին կխոսենք բուրչամուտ քվեարկողը եւ Իջդեդի եւ Զալա եւ Անտելիաս նույն տեխնազույն պիտի քվեարկե հոս յուրաքանչյուրը իր շրջանի քաղաքապետական խորհրդի կամ թաղապետին պիտի քվեարկե այս առաջին հանդիպումը կամ առաջին խոսակցությունը եղավ բոլոր մեր ակումբներու մեջ, բոլոր մեր ընկերներու նաև համագիրները հերացանային գաբերով կամ ուղղակի այցելություններով մեր հայրենագիտությունները սկսան իրազեկ դարձնել, որ մենք ընդդություններու գերտանք
ու մեր դբադագը ուղագի նաև մասնակցին այս ընդրության դակավին այնադեն Ինչ է հագաստեցությունը տարաբես ժողովուրդեն։ նայեցեք Որտե գիտեք ինչ է սող ներգամ որ երկիրը այնքան դժվարություններ ունի ընկերային տնտեսական քաղաքական ընդրությունները ինչու առաջնահերթություն պետք է նկատեն ինչու այսքան կարևորությամբ դաշնակցությունը գշեշ թե ընդրություններու թերև որ երկիրը 1001 ուրիշ հարցերու մեջ է նայեցեք ճիշտ է ըսվածը եւ 100% համաձայն եմ այս տեսակետին բայց այս երկրի այս դժվարությունները դուրս բերելու համար վերջին հաշվով ընդրված քաղաքապետը, թաղապետը, երեսփոխանը, նշանակված նախարարը, ընդրված նախագահը եւ այս մարտիկն են որ վերջավորության պիտի քաղաքականություն ծավալեն, թե տնտեսական, թե քաղաքական, թե ընկերային։ Հիմա եթե չեն գուզեր որ մասնակից դառնալ, գուսենք որ ուրիշը մեր դեղը թող որոշե, ատմարակային օքեյ, գսեմ դու նստիկ խնդիր չունենանք։ Սենք գուզենք որ մենք նաեւ մասնակից լալ։ Մեր ժողովրդի մեր հայրենիքներու խնդիրներու մասին խոսիլ։ Նայեցեք Լիբանանի մեջ տնտեսական մեծ խնդիր գոյություն ունեցավ, դրամատուրգներու մեջ իրենց լուման բահած լիբանանցիներու մեծ կարևոր մասը սնանկության սահմաններուն եղավ, այնպես հայերալ կան, չէ՞։ Չէ գնալա չենք խոսած այդ մասին, բայց նաև մենք այս օրագարկով հիմա որ այդ հարցը վերահսկելու եւ մարդոց իրավունքը վերադարձնելու օրագարկ գոյություն ունի, պետք է այդտեղ լանք ոչ թե որովհետև եթե չլանք հայ իրավունքը պիտի չառնի, պետք է այդտեղ լանք որովհետեւ կարողանանք քիչ մ ավելի օգտակար դառնալ։ Նույնը այս սկզբունքն է։ Եթե այսօր թաղաբեդ չունիս եւ քաղաքաբեդ չունիս, այդ քու առօրյա խնդիրը կրնա չի լուծվել։ Հիմա մարդիկ կրնան ասել որ ուրինք եւ չի լուծվել որ ինչ տարբերություն բիտնե։ Կրնա տեսակետը ճիշտ ալալ։ Խնդիրները այնքան մեծ են, խնդիրները այնքան շատ են որ ճիշտ ով ալկա մեկ անգամ են գախարտական լուծումներ չունի ասացել։ Չի լուծվիր, նայեցեք այսին ժողովրդին ուղելով խոսքս նայեցեք կսեմ որ դուք իրավունք ունիք ձեր դժգոհությունը բարձրացնելու եւ ադի ճիշտ է եթե գուսակցությունները քաղաքական կամ այլ բարակային թեմիություններ ու եկեղեցին չեն արձագանքեր այո սխալ գլան բայց մենք այդպես չենք որ չենք արձագանքեր մեր կորձող փարեսիրական միություններուն դարած աշխատանքը այսօր կան գարույցներ չէ որ մարդիկ իրենց հիվանդությունները կամ անհանգստության բուժման համար գտիմեն այդտեղ եւ գրեթե խորհրդանշական գումարներով ինչ որ բան գնեն այդ գարույցները առանցին չեն կորձեր այդ գարույցները եւ գագուսակցություն հիմա նորեն շատ խորը չերտանք եւ կազմակերպական աշխատանքին այս կազմակերպական աշխատանքի մեջ մենք նախ հերացայինեցինք բոլորին վերջը թիմեցինք նաև բոլորին, որտեղ մենք պետք ունենք նաև մեր գողքին աշխատողներու, այսինքն պետք ունենք ինքնաշարժ վարողի, պետք ունենք ընդրության օրը քվեարկողին հետ դեպի քվեադուպ երթալ կացող եկողի մանդուբի պետք ունենք, բայց ջաշ բաժնողի պետք ունենք, չուր ծրվողի պետք ունենք, ինչքիդամ ստիկեր փակցնողի պետք ունենք գետոններուն թիմացը գեցած եւ մեր դադիկները մամիկները կամ ովևէ հայրենագից որ գոմոդենա անոնց առաջնորդերու խնդիր ունենք մեր այսօրվա աշխատագազմը միայն Լեռնալիբանանի ընդրություններու համար չեմ չափազանցել որ ճիշտ թիվ ուտամ որ 1890 հոգի մասին խոսենք որ մենք այս կիրագի 1890 հոգի бид աշխատեցինք ասոր մեջ ֆանացային նեգատիվ ունենք պետք է ավելցնենք աստակը նեգատիվ պետք է ավելցնենք այսքան թիվ աշխատեցինք սկաթիվ է հիմա չեն աշխատեցնել որ նայեցեք մեկը տոնային դեսնեն որ քանին տաշնակցական քանին ոչ տաշնակցական գամավոր աշխատանք մեծ մասը 90-80% որպես ցույց չլամ գամավոր աշխատանք է վերջերս սովորություն դարձավ որոշ աշխատանքներով համար ինչ որ հատուցումներ ունեն գնենք որ մեկադալ նույնքան աշխատող մտնի Բեյրութի ընդրություններում պիտի ելա Բեյրութը շատ ավելի մեծ է որտեղ շատ ավելի մեծ քվեարկող ունենք ու շատ ավելի լուրջ աշխատանք ունենք գնելիք լավ 1800-1900 ինչպես մեկտեղեցինք որտեղ դղակը աղջիկները գահավատան աշխատանքին որտեղ այս մեքենան աշխատիր գիտե որտեղ ժողովուրդը նալ գահավատա դակավին ասկուսակցության թերահավատներու թիվը շատած կրնալալ բայց օրերը իդ կփաստեն որ իրենք կացին այլ դեղեր այլ մարդոց չածկներուն չուրդվին բայց այդ չածկներուն չուրդված դեղը արդյունք չդվավ դաշնակցությունն ու հայությունը իր գուսակցություններով այնքան որքան գրնա թերացած լալ որոշ տեղեր վերջին հաշվով ավելի աբահով հենարան է այս մեքենան ընկերվիկեն գիրագի արավոտ ժամը 5-ին կորձի գսկսի որտեղ այդ մանդուպները ժամը 7-ին որ ընդրատուպները կփակոն են դեղավորված են դուրսը մարդ կա ագումբներու մեջ մարդ կա արդեն ընկեր բաներ հայրենագիցներու հետ պայմանավորվածությունները գրեթե ավարտին են որ մեկ ժամուն կան երբ կդերալ երբ կերտան երբ կան եւ այս բոլոր աշխատանքին համար նաեւ այս անգամվա դժվարությունը այն է որ ուշադիր բիդլանք եւ որ քվեադուպ կմտնենք այս անգամ երկու
եւ որ քվեագետրոն գմտնենք, երկու քվեագդուպ կա։ Մեկը հատկացված է քաղաքապետական խորհրդի, մյուսը տաղապետականին։ Այնպես որ մեր հայրենագիստները պիտի ունենան իրենց հետ երկու ցանկ, երկու ցուցակ, մեկը հոստ նետելու, մեկը հոն։ Եթե հագարակը նետեցինք 0-ի գնացած կվեն, բան չենք օգտվել, այո։ Այս աշխատանքը նաև բացատրելու, ընելու, հետևելու բանը արշավը սկսած ենք ու կշարունակենք։ Նայեցեք մանր մոնոր պատմություններ կան, երբեմն բաներ գսեն ընկերները, որ մարդու միտքը չանցներ, բայց այդպես է։ Ացանգը յուրաքանչյուր կոմիտեի կով, որտեղ մեր ամեն մեկ կոմիտեի կով բոլոր շրջաններեն քվեարկողը Բուրչամուտի ցանկը բիդասեջդեդի, ցանկը բիդասեջդեդի, քաղաքապետական խորհրդի ցանկը բիդասեվայն, այս բոլոր աշխատանքը եւ ներգա տեխնոլոգիան օգտագործելով այնքան որքան կրնանք մենք պատրաստ ենք կսեբենք որ այդտեղ ենք, բայց այո հսկա աշխատանք է գարժի օրմատ մասին հadouk առանցին խոսել։ Մենք շեշտադրումը կատարեցինք Բուրչամուտին, բայց Բուրչամուտին դուրս նաև ընդրություններ կան, ամբողջ մետնին դարածքի ուր ընդրություններ եթե հիշեցնենք եւ անոնց կարեւորություն, որովհետեւ հաջող հարց կուտան մեր ունգընտիրները կամ ժողովուրդը, որ եթե մեկ հայ ներկայացուցիչ ունենք, ինչու երթանք ընդրության մասնակցենք, կամ եթե նույնիսկ հայ չկա, պետք է երթալ մասնակցելու քաղաքապետական ընդրություններուն։ Շատ բարի։ Մանավանդ քաղաքապետական տաղապետական ընդրություններուն անպայման պետք է երթանք։ Նայեցեք, մենք ուրեմն Բուրչամուտի երկարքին բացատրեցինք, որ քաղաքապետական խորհուրդը եղավ, տաղապետներու ընդրություն կոյություն ունի, որոնց համար պետք է մասնակցենք։ 16 տաղապետս եք։ Այո։ Հաջորդը Ջդեյդե Բոշիե Սեդլբոշիե։ Այս շրջանի մեջ մեծատիվ հայություն հայեր կան, որոնք լավայ աշխատանքներում մեջ արձանագրված են, իրենց սեժելները հոնեն։ Հոն իրավունք ունենք մեկ քաղաքապետական խորհրդի անդամի, մեկ տաղապետի, տաղապետը Բոշիեի շրջանին։ Անպայմանորեն պետք է իջնենք քվեարկենք։ Նայեցեք գրնա ալալ որ մտածեք որ ինչ կարևոր է որ մենք այդտեղը մարդ ունենանք կամ չունենանք, բայց սիրելիներ մենք բնակիչներ ունենք նաև Ջդեյդե, Նահրելմոտ, Ամանոս եւ այլն, որ հարցեր ունեն, խնդիրներ ունեն։ Հիմա գրնա գսել որ այդ հարցերուն խնդիրներուն օգտակար չեն եղած, եթե թիմեիկ կլայինք, վստահ որ այդպես է։ Թաղապետ կա, Բոշրիեցին եթե թաղապետի թուղթ բիդարնե, Բոշրիեի թաղապետեն բիդարնե։ Հայ թաղապետ կա այդտեղը, որուն համար պետք է քվեարկես։ Նույնիսկ այ բարակային է որ քաղաքապետական խորհրդի անդամ ունենք։ Բոլոր այն շրջաններում մեջ որ մենք մեծատիվ ներկայություն ենք բնակչության տիվը հայ բնակիչներու տիվը մեծ է, մենք այդտեղ անպայման գրենք կոր այս աշխատանքը եւ ադոր համարալ անպայման պետք է երթալ քվեարկության, որտեղ անպայման պետք է ունենանք ծեր նվազագույն խնդիրը լուծելու համար շրջանի մեջը քաղաքապետության բիդի մենք կան շրջաններ ուր տեխնազու չկա, սակայն նաև քվեարկողները կմղենք որ երթան քվեարկեն։ Նույնիսկ այդ շրջանները Ժալեդիբի մեջ մենք չունենք հայ տեխնազու, բայց կխնդրենք որ Ժալեդիբի մեր հայրենագիստերեն որ քվեարկեն, որտեղ Ժալեդիբի մեջ բնակող հայեր կան եւ եթե այդտեղ տուն հաջողությունից քու քվեներով քաղաքապետը կամ փոխ քաղաքապետը կամ տաղապետը գրնաս ատկի խնդրել ինչ որ նման բարականերու գոմնորոշում ինչպես կլայն քաղաքացիները որոնք շրջաններ պիտի քվեարկեն որ տեխնազու չկա գոմիդեյություններու թողտիմեն Շահզոյան գետրոն թողքան ինչպես գոմնորոշում ինչպես պիտի լավ որ ցանգին քվեարկեն նախնդրապար Ղազիրի բարակային Ջունիի բարակային այո նորանոց մասին ալ գխոսին նախնդրապար յուրաքանչյուր հայրենագից իր շրջանի ագումբ այցել է որտեւ այդ ագումբը գիտե որ իր շրջանի մեջ որու եւ ինչ պետք է քվեարկվի եւ նորեն գսեմ որ քվեարկելու սկզբունքը իրավունք է, այսինքն մենք բարդավորություն չէ, մենք յուրաքանչյուրին գսենք որ քնա քու դեսագետը արդահայտե ուզած մարդը հասցոր ուր որ մենք տեխնազու ունենք կամ այդուն տեխնազու ունենք նախնդրապար հայուն ասեմ մենք դբայեի մեջ տեխնազու ունենք դբայեն ասկից բավական հեռու է բայց այդտեղ գրնակ հիշել չէ որ որքան բնակչություն կա դբայեի մեջ դբրոցկա Very at 7up եւ այլն ինչ գտամ high point-ը ասի ադի բոլոր հայեր են չէ լավ այդտեղ գա մեկը որ նաեւ մեր քվեարկողներու թիվը քիչ լալով մեկտեղ մեզի դեր դված են աթոր դված են պետք է այդ աթորին դերը լալ հիմա բիթաստին Ջունիի Ղազիրի ժամանակին Ղազիրի համար լուրջ խնդիր գոյություն ունենար նույնիսկ տեխնազուներ ունենայինք բայց որովհետեւ նույնը սկզբունքն է հոն սժել ունեցող են բնագիծ չեն եւ որ բնագիծ չես Քեզի այդ նույն քուրքուրանքը կամ տուն անհրաժեշտությունը ճունի սսելով նույնքան չես մոնդենալ հիմա ջունի բարական բոլորովին դարբեր է այս անգամ անությունները բոլորովին ուրիշ այսպես եմ գողմնորոշումը ստացած են բայց այո կան հայեր որոնք պիտի քվեարկեն որտեղ այդտեղ քաղաքապետիմը կամ թաղապետիմը իրավունք ունին
Այսօրվան դրությամբ մենք այդտեղ ուղղություններ դված չենք կամ այսինքն նախընտրություններ ունեցած չենք, հզոր ցանկ մը գա որ բոլոր գուսակցությունները կներարե, գա ցանկ մը որ ներգա քաղաքապետի զորակցությունը կվայելի, ուր որ ուզեն դերտան պիտի կվերարգեն, խնդիր չունենք այդտեղ, բայց պիտի երթան կվերարգելու ջունի քաղաքապետության պետք պիտի ունենան, աղբար դունից եթե բալկոնին շփանը պիտի փոխես քաղաքապետություն արդյունություն պիտի դակեզի։ Ասիգա երեսփոխանութենեն ավելի անհրաժեշտություն է, հուսամ որ ուշ է գրնալալ մեր ասպացադությունը, բայց դեղը մարդոց մտքի մեջ կմտնե, կհուսամ։ Terevez ganուխ է, բայց ընդհանուր ինչ կարելի է նա Բեյրութի եւ Բեկայի ընդրություններով բարակային կան աշխատանքներ, որքան ջամփա գդրած են, ինչ ուղղությամբ կընտանան։ Լավ, ուրեմն տեխնիկ աշխատանքի մասին ասեմ, որ մենք Բեյրութը եւ Մետենը միասին աշխատեցանք։ Անշուշտ ճիշտ է որ Ներլալիպանը ավարտեցինք, բայց Բեյրութը աշխատենք, մեր Բեյրութի այրնագեցներուն նորեն սկսած ենք հերացանել, թիմել եւ այն ինչ որ է։ Բեյրութի քաղաքապետական եւ թաղապետական ընդրություններու քաղաքական տաշնագիցներու եւ քաղաքական գողմերու հետ հարաբերությունները բավական առաջ սկսած են, բավական ջամփա գդրած են, նորեն գսեմ որ բավական այսպես ջիկ կա որ մենք բոլորին հետլանք, այդտեղ մենք Համագեցությունը բայելու հարց կա քրիստոնյա իսլամ։ Կգարձեք որ կարելի դառնա բայելու։ Ես էսի երկու թիվ դամ որ գրնա սարսափելի թվիլ։ Լեռնալի Բեյրութի մեջ, Բեյրութ առաջինի մեջ, որ Աշրաֆի Երմել Դավար եւ Սայֆի է, 44000 հայ քվեարկողը արձանագրված։ Սկատիվ է։ 44000 ինք որոշողն է, դժբախտաբար մենք կամ ընդրություններուն չենք ուզել մասնակցել, կամ ալ մեկ թիվ լուրջ թիվ մգա որոշ չէ։ Այս 44000-ը երեսփոխան կանեգիչեցնե Քաղաքապետ կհանեգիչեցնե համագեցությունը կրնա հաստատել 2016-ին ընկերվիկեն կազմվեցավ ցանկ մը Բեյրութի քաղաքապետական ընդրություններու համար, որում մեջ բոլոր քրիստոնյա եւ իսլամ գուսակցությունները կային, օրին նախկին վարչապետ Սադ Հարիրին գար, որ ինք սուննի այսպես փողոցը ղեկավարողն էր, ու մենք կայինք իբրև քրիստոնյա մեծաթիվ այսպես քվեդանող Այդ ընդրություններուն այդ ցանկի մեջ գտնվող տեխնազուները, որ գուսակցություններու ներկայացուցիչներ էին, այդ գուսակցություններու համագիրները այլ ցանկի կացին քվեարկեցին։ Օրվա ավարտին վարչապետ Սադ Հարիրին հայտարարեց, որ իբադիվ տաշնակցության ու հայության մենք հաջողեցանք համագեցությունը կորզատրել, որովհետև եթե մեր այդ օրվա 6-7000 քվեները չլային, այս քվեներու այսինքն ցանկը պիտի չկարողանալ ամբողջությամբ հաջողել, ցանկն հաջողեցավ, որ ես քրիստոնյա եմ, ես իսլամ եմ։ Այսօր վտանգ գոյություն ունի, որ եթե քրիստոնյաները մեծաթիվ չմասնակցին, մենք ալ բնականաբար այդ մեջ, գրնա քաղաքապետական խորհուրդը, որ 24 հոգի է, 16-ը 17-ը իսլամը լալ մնացածը քրիստոնյա ու հայալ գրնա չլալ, որտեղ այդտեղ հadouk համայնքի դրամատրված աթոր գոյություն չունի Բարձրակույն քվեները նկատի կառնվեն։ Գրնան ընդհանրապես քարտեսեն դուրս մնալ։ Այնպես որ հագարակ բոլոր դարագարծություններուն գսեն որ թերահավատության ու գուսակցություններու հանդեպ ծեր ունեցած ժխտական գեցվածքին հայության իրավունքի մասին կխոսենք որ եւ մենք այդ հայության իրավունքը որ գսեն Բեյրութի մեջ միան դաշնակցությունը չէ մենք կգործակցենք մյուս երկու գուսակցություններու եւ անշուշտ հարանվանություններու եկեղեցիներու եւ այլն որովհետեւ բոլորը ներկայացված պետք է լան խնդրանքը այն է որ դուք ծեր ջաշագին ուզազնի դնդրեցեք հայության բացակայություն հաստատելու կորձի մեջ դերակատարություն մի ունենաք ասկեն բան է Շատ լավ Ուրիշ ավելցնելիք ունի կներավո ոչ ես մեկ խնդրանք անգամ եւս նայեցեք գիրագի գրնակ շատ սպառված լալ եւ գրնակ մտածել որ բուրչամուդի մեջ մեկ մխտարի համար ինչու պիտի իջնեմ մենք մխտարի համար չենք իջներ որ նորեն գսեմ որ ոչ թաղապետին ոչ քաղաքապետին մենք իջնենք որսելու որ ասկայն 1000 հայ բնագիչ եւ քվեարկող որոնք հոսեն իրենց ներկայությունը կհաստատեն որ իրենք նաեւ իրավունք ունին այս երկրի ճակատագիր որոշելու մեջ ընդրվելիք մարդոց հաշվուն տեսակետ տալու այսօր համար կեբաբուշ կերեք իջեք քվեարկեցեք Նախքան պագելը սիրելիներ միայն բիդեսեմ որ քիչ առաջ մետնի կայմակամությունը հadouk որոշումով այսօրվան տվագիր 2 մայիս 2025 թիվ 12 որոշումով հրաբարագեց Բուրչամուդի քաղաքապետական խորհրդի ընտրյալ ցանկը որ այպենական գարկով հարաբերելով ներկայացված հետևյալ ցևով Անե Գյոկչյան Գիդանյան, Էլի Կահվաջի, Էլի Նսեյր, Տալին Սահագյան Տարպինյան, Ջորջ Գրիգորյան, Հասան Ահմազ, Դունիա Ասվար, Դիկրան Կենդիրջյան, Ռոնի Սաբաղա, Շարբել Դիբ,
Դավիթ Կազանջյան, Վահե Աղասարքիսյան, Վրեժ Ջիմբաշյան, Լենա Բալյան, Մարդիկ Արսլանյան, Մարդիկ Բողոսյան, Մարուն Հրաուի, Նազարեթ Աբունայան, Նելի Վեկիլյան, Հարություն Հարությունյան եւ Հակոբ Այվազյան։ Շնորհավորություններ եւ բարիերթ Բուրչամոդի ընդրված նոր քաղաքապետական խորհրդին ուսանք արիթ ունենանք նաեւ շնորհավորում եմ բոլոր տաղաբետներ եւ բանացել շրջաններու տեխնազություններ։ Շնորհակալություն ձեր ընկերության արկելի ներկաներ ցեզ հետ ենք հadoop հարցազրույցով եւ մեր զրուցակիցներ Օյտալի Պանանի Գետրոյան կոմիտեի ընդրական քաղաքական մարմնի անդամ նախկին նախարար Վանացյալի նախկին տնօրեն ընկերավոր Իրանյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։